Ընտրողների մատնահետքերով ստուգում և գրանցում, քվեարկության և արդյունքների ամփոփման, տեսանկարահանում և հեռարձակում ինտերնետային կապով, ընտրողների ստորագրված ցուցակների հասանելիություն։ Սրանք են այն փոփոխությունները, որոնք հնարավոր կլինի իրականացնել ընտրական օրենսգրքում համապատասխան ֆինանսավորման դեպքում։ Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը մանրամասնում է, ընտրական օրենսգրքում նման փոփոխությունները կկրճատեն խախտումները տեղամասերում, սակայն ոչ տեղամասերից դուրս։ Կեղծարար վարչակազմի համար ընտրակեղծարարության ամենաարդյունավետ միջոցը մնում է ընտրակաշառքը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ դա արդյունավետ է ոչ բոլոր շրջաններում Հայաստանի։ Մասնավորապես Գյումրիում ինձ պատմել են այնտեղի բնակիչները, որ եթե անգամ համաձայնում են վերցնել ընտրակաշառք, ապա դա բացարձակ երաշխիք չկա, որ այն կծառայի իր նպատակին։ Մարդիկ գուցե վերցնեն, որովհետև ասենք չեն ուզում վտանգել իրենց աշխատանքը կամ հանգստությունը, բայց ընտրատեղամասում իրենք գիտեն, որ կա վերահսկողություն եւ ազատ են կատարել ցանկացած ընտրություն։ Նույնը Վանաձորում։ Ընտրակաշառքների բաժանման և ուղղորդումների մեխանիզմը հատկապես արդյունավետ է գործում Հայաստանի առավել փոքր ու հեռավոր համայնքներում, որտեղ բարձր է գործազրկության մակարդակը և ցածր իրավագիտակցության մակարդակը։ Միևնույն ժամանակ չկա վստահություն ոչ իշխանական կուսակցության, ոչ էլ ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ, եւ այդ պայմաններում մարդիկ արդեն հաշվարկելով իրանց օգուտները եւ վնասները կատարում են համապատասխան որոշում, ասենք գումարի օգտին։ Եվ ինչ է պետք անել այս դեպքում։ Իսկապես օրենսգիրքը շատ քիչ կօգնի, օրենսգրքով որևէ բան չես կարող այստեղ կարգավորել։ Եվ մնում է աշխատանք մարդկանց հետ։ Եթե ուզում ես փոխել ապագան, ապա այսօր պետք է խոսես մարդկանց հետ։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը ընտրատեղամասերից դուրս խախտումների դեմ պայքարի լուծումը տեսնում է հնարավորինս շատ ընտրողների իրազեկելու մեջ։ Սակայն այստեղ էլ առաջ է գալիս եւս մեկ խնդիր, այն է ընտրողների վստահության պակասը ընտրական գործընթացների նկատմամբ։ Ճնշումներ ընտրողների վրա, տարբեր տեսակի առաջերտի վարչական լծակների կիրառումներ, դա ընտրակաշառք եւ այլն։ Եվ իրականում այս մասով ընտրական օրենսգիրքը չէ, որ պետք է աշխատի, ընտրակաշառքի մասով պետք է քրեական օրենսգիրքը աշխատի։ Իոնիսյանն ընդգծում է, Հայաստանում հանցագործություն է համարվում ոչ թե ընտրակաշառք տալը, այլ վերցնելը։ Հետևաբար ընտրակաշառք վերցնողներից եւ ոչ ոք իրավապահ մարմիններին չի հայտնում նման երևույթների մասին։ Գիտեք, երբ մենք հրազդանում գտնում ենք մի ընտրողի, ով տեսախցիկի առջև պատմում է, թե ով են իրեն ընտրակաշառք տվել, որքան է տվել, ում քվեարկելու համար է տվել, երբ է տվել։ Եվ այդքանից հետո այդ մարդուն հրավիրում են ոստիկանություն, այդ մարդը ոստիկանությունում ինչ որ ժամանակ անցկացնելուց հետո դուրս է գալիս եւ պատմում է, որ չէ, գիտես, ինձ ոչ մեկ ընտրակաշառք չի տվել։ Սա նշանակում է, որ իմ համար ակնհայտ է, որ ոստիկանությունում ուղղակի այդ մարդուն, չգիտեմ, ես չեմ ուզում ասեմ շատ ուժեղ ճնշում են, ճակերտավոր համոզում են, որ ախպեր ջան, տես ընտրակաշառք տվողը դրա համար պատասխանատվություն չի կրի, դա քրեական չի։ Իսկ ընտրակաշառք վերցնելը քրեական է։ Ուրեմն գնաս ու սուփուս նստի տեղդ։ Ընդ որում անգամ ես համոզված եմ, որ այդ դեպքերում մարդկանց չեն էլ ասում իրավապահ մարմիններում, որ եթե դու կամովին հայտնում ես, որ քեզ ընտրակաշառք են տվել, դու պատասխանատվությունից ազատվում ես։ Երբ ընտրություններում գործող իշխանությունների հաղթանակի համար պայքարում են ոչ միայն թաղային հեղինակություններն, այլև իրավապահ մարմինները, Իոնիսյանն արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար տեսնում է թերևս մեկ լուծում։ Բացատրել ու ներկայացնել ընտրողներին իրենց իրավունքները եւ այն մեխանիզմները, որոնք թույլ կտան խուսափել ընտրատեղամասերում եւ դրանցից դուրս իրականացվող ընտրակեղծարարություններին մասնակից դառնալուց։ Արթուր Հովհաննիսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։